Մենք բնականաբար նախորդ տարի մեծ ջանք ենք դրել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման ուղղությամբ, պետք է ասեմ, որ շատ լավ առաջընթաց ունենք, մի փուլում ենք, որ հստակ պատկերացնում ենք իրականացման ռազմավարությունը, ինչից հետո եւ ինչպես ենք անելու այս մեծածավալ ծրագրի պարագայում դա թույլ տվեք ասել, որ հաջողության շատ կարևոր հիմք է, որովհետեւ նման բազմաշերտ եւ խորքային ծրագրերը առանց ճիշտ նախապատրաստման եւ լավ իրականացման պլանի դատապարտված կլինեն ձախողման։ Մեր գործընկերների մակարդակը, որոնք բոլորը միջազգային հեղինակավոր եւ փորձառու կազմակերպություններ են, մեզ տալիս է բոլոր հիմքերը հասկանալու, որ առաջ գնալու ճանապարհին ենք, ընդ որում պետք է նշեմ, որ նախորդող մեր աշխատանքներին այս տարի գումարվել է նաեւ Շոտլանդիայի կայսերական կոնսերվատորիայի հետ համագործակցությունը, որը բոլորովին վերջերս նույնպես սահմանեցինք, սա թույլ է տալու նաեւ երաշտական ուղղությանը ամբողջական մոտեցում ցուցաբերել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ կնքված պայմանագրին զուգընթաց, մյուս բուհերի հետ աշխատանքներն էլ ընթանում են, արդեն իսկ հստակեցված է նաեւ դասական համալսարանի հիմնական գործընկեր բուհը, որի շրջանակներում բանակցում ենք Տարտուի համալսարանի հետ եւ կարծում եմ, որ բավականին լավ արդյունքներ կունենանք եւ այս իմաստով նաեւ բովանդակային աշխատանքները բուհերի խոշորացման եւ միավորման հայեցակարգի շրջանակներում ամբողջացման ճանապարհին են։ Գիտության ոլորտի ֆինանսավորման եւ նաեւ արդյունքների մասին խոսելիս պետք է ասեմ, որ արդյունքները արդեն տեսանելի են որակական մակարդակում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ սարքավորումների տրամադրման առանձին ծրագրեր էինք սկսել եւ սա կապիտալ ծախսերը գիտության ոլորտում մի բան է, որը պետության կողմից երբեք սիստեմատիկ չէր արվել եւ կառավարության ծրագրի շրջանակներում է, որ ներդրվել է այս ծրագիրը։ Կառավարության ծրագրի շրջանակներում է, որ ներդրվել են ամենատարբեր դրամաշնորհային ծրագրերը երիտասարդ գիտնականների, կին գիտնականների տարբեր ուղղություններով աշխատանքների համար։ Մենք այսօր տեսնում ենք արդյունքները, որ մեր գիտության մրցունակության աճի տեսքով է առաջին հերթին։ Բոլորովին վերջերս վարչապետի հետ Երևանի պետական համալսարանում էինք, միայն Երևանի պետական համալսարանում շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում է արել պետությունը։ Մենք ստեղծել ենք այնպիսի լաբորատորիաներ, որտեղ կարող են արվել ամենաարդիական հետազոտությունները։ Դրանք հետազոտություններ են, որտեղ նախկինում մեր հետազոտողները այդ արդյունքները ստանալու, այդ ցուցանիշները ունենալու համար պիտի մեկնեին այլ երկրներ, պիտի փորձեին աշխատել այլ լաբորատորիաներում։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ մեր գիտնականները մնում են մեր երկրում անելու իրենց աշխատանքը եւ մեզ մոտ գալիս են նաեւ գիտնականներ դրսից։